Այսուհանդերձ խնդիրը ունի բազմաթիվ հարցեր անհայտ կորածների հետ կապված, որոնք դեռևս լուծում չեն ստացել եւ չեն ստանում։ Այս պատճառով սա գալիս է փաստելու այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք կոնկրետ օրենսդրական խնդիր։ Պետք է տեղ ունենա այդ օրենսդրական փոփոխությունը կամ ներմուծումը, որպեսզի տվյալ հարցը այլևս չդեգերի այս եւ այն գերատեսչությունում, այլ կոնկրետ լուծում ստանա։ Որովհետև բոլորիս ակնկալիքը այն է, որպեսզի մեր անհայտ կորածների հետ կապված այս բազմաթիվ խնդիրները ստանան իրենց լուծումը։ Առավել մանրամասն եւ հանգամանալից այս խնդրի շուրջ կխոսեն գործընկերներս։ Ես կփորձեմ խոսել առավել հուզական խնդիրների շուրջ, որոնք կապված են անհայտ կորածների, ծնողների եւ հարազատների հետ։ Չէ որ յուրաքանչյուր անհետ կորածի հետ կապված է իրեն ծնողների կամ հարազատների ճակատագիրը։ Ճակատագիր, որն այսօր մեղմ ասած խեղված է։ Հիմա այս միջոցառման բուն նպատակն է նաև, որպեսզի կարողանա իրազեկվել այս հարցի շուրջ, քանզի կա նման մեծ բաց, բայց նաև մեր հանրության մեջ կա մի ստվար հատված, որը անտարբերությամբ է մոտենում այս խնդրին։ Նրբանակատություն չունեն հասկանալու տվյալ անձինք, որ անտարբերություն ցուցաբերելով այս հարցի նկատմամբ իրենք հենց այս հարցը մոտեցնում են իրենց։ Սա աքսիոմա է, կյանքով ապացուցված։ Ուրեմն ես կոչ եմ անում մեր հանրության այդ հատվածին առավել բանականությամբ մոտենալ այս խնդրին եւ սատար կանգնել անհայտ կորած անձանց ծնողներին եւ հարազատներին։ Չէ որ մեր կեցվածքով մենք այս մարդկանց հույսի շող ենք պարգևում, որի կարիքը իրենք շատ ունեն։ Ակամա հիշեցի ռուս մեծ գրող Չեխովին։ Մի այսպիսի պատմվածք ունի, որտեղ նկարագրում է մի կերպարի էությունը եւ այդ մի դրվագով հասկանում ես տվյալ կերպարի փուչ էությունը։ Ինչ է նկարագրում դասականը։ Ասում է ոմն մեկը, որը ներկայանում է հանգուցյալի հոգեհանգստյան արարողությանը, նայում է հանգուցյալին եւ իր մտքում մենախոսում. ինչ լավ է, որ ես չեմ այնտեղ պարկած։ Այսինքն կարեկցանք հասկացողությունը տվյալ անձի մոտ բացակայում է, իսկ սա նշանակում է, որ մարդը ապրում է միայն կենդանական բնազդով։ Այո, եթե մարդը ի վիճակի չէ կարեկցելու, նա վերածվում է վերոհիշյալիս։
Ուրեմն փորձենք ինքներս փորձ մեր հանրությունը նման հարցի շուրջ գտնվել առավել գիտակ, առավել մարդկային եւ սատար կանգնենք նման ընտանիքներին եւ նման մարդկանց։ Անկեղծ եմ ասում։ Նման իրավիճակում հայտնված ծնողները, որոնցից մեկն էլ ես եմ, ունեն մի այսպիսի տեսլական անընդհատ, որը հետապնդում է իրենց, թե ինչ զրկանքների եւ տառապանքների են ենթարկվում իրենց զավակները, ենթադրական զրկանքների եւ տառապանքների։ Եվ պատկերացնում ես այդ իրավիճակը, եւ դա դառնում է ավելի սպանող, երբ որ գիտակցում ես սեփական անզորությունդ օգնելու սեփական զավակիդ։ Դա սպանող է, հավատացած եղեք։ Ոստի մեկ անգամ եւս հենց անդրադառնամ այս խնդրին, այն որ թույլ չտանք, որպեսզի մարդիկ, որոնք ապրել չեն ուզում, բայց եւ մեռնել չգիտեն, սատար կանգնենք։ Չթողնենք, որպեսզի այդ մարդիկ այսօր կուլ գնան նման իրավիճակին։ Քանզի այդ մարդիկ ծնել են հերոսների, տղաների, զավակների, որոնք անհայտության մեջ են գտնվել կամ գտնվում հանուն հայրենիքի գոյամարտի ընթացքում։ Եվ այն մարդիկ, որոնց համար հայրենիք բառը զուտ հաճախ օգտագործվող բառ չէ, իրենք պարտավոր են ունենալու նման կեցվածք։ Ի վերջո Նարեկացին է բնութագրում նման իրավիճակի մեջ գտնվող մարդու եւ այսպես է ասում, լվացվում եմ ու չեմ պայծառանում, ծագում է արևը ու չեմ լուսավորվում, մեղր եմ ճաշակում ու չեմ քաղցրանում, բեղերով լցվում եմ, բայց չեմ բժշկվում։ Ի վերջո առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Եկեք կատարենք այդ բժշկի դերը, ստանձնենք այդ բժշկի դերը, որովհետև նման կերպ մենք մեզանից կհեռացնենք այդ իրավիճակում գտնվելու վտանգը, այդ իրավիճակում հայտնվելու վտանգը։